Ողջույններս, պարոն վարչապետ, ձեր գլխավորությամբ, եթե թույլ կտաք իհարկե, դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին եւ իհարկե ձեր իսկ կողմից նոր նշանակում ստացած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանին։ Ուրեմն պարոն Փաշինյան ու հարգարժան սպաներ, կխնդրեմ ուշադրություն դարձնեք տվյալ ձայնագրած տեսանյութին, քանի որ այստեղ խոսքը գնում է 13 տարեկան անմեղ աղջկա մասին։ Տեսանյութում ես երեխու դեմքը կփակեմ։ Լավն պտուկները, բայց պտուկները դուտեմ են, այդ պտուկները կշնգտեմ։ Ոյ ջոնք, ձեր նապստակային չորա, կելիրն ասես կային հորը ես ես մեջ դու, ես ինչ աստ ձերի արանքը, օրս արավ։ Անու ոնց է յանա, օրա ջան արա, դες այս արաս եքսոտել անու յանա, վախ յանա ծծերը տնն անդազանդանանա, ծծերը տնկլերով ստպտապսանա։ Այդ ուղիղ եթերի մասնակիցներից մեկը մեր կողմից բացահայտված քսուֆան, նույն ինքը Արման Բաբայանն, համաստի աղբյուրներից ինձ հասած տեղեկություններով Երևանի ոստիկանության տարբեր բաժիններում նրա վրա արդեն իսկ կա գրված բողոքներ, ու այդ բոլոր բողոքները սերտ կապ ունեն Արման Բաբայանի ինտերնետային գործունեության հետ, անձնական տվյալների հրապարակում, քաղաքացիների բնակության վայրի նկարահանում և սոցցանց տեղադրում, մանկապղծություն և մանկապղծության քարոզում և պոռնոգրաֆիկ նյութերի միջոցով շանտաժ։ 2024 թվականի դեկտեմբեր ամսվանից վիդեո ձայնագրվել է նրա տեղադրված յուրաքանչյուր իստորիա։ Արման, երևի հիշում ես, չէ՞ Միլային։ Այդ բոլոր իմ թվարկածների ապացույցները դուք 2-ից 3 օրվա ընթացքում կստանաք ֆլեշկի մեջ արխիվացված zip ֆայլով։ Հարգելի սպաներ, համակարծիք չեք, որ հանցագործության անպատժելիությունն է ծնում նոր հանցագործություններ։ Այսօր շատ մարդ պատրաստ է իրանց ինքնասիրության համար դիմի հակաօրինական քայլերի։ Օրենքով թե անօրեն այս բոլոր հարցերը վաղ թե ուշ լուծում են ստանալ։ Իմ նպատակն է հասնել արդարությանը։ Ես ու իմ շրջապատը այն մարդիկ չենք, որ անտարբեր անցնենք երեխա պղծողների կողքով այնպես, ինչպես անտարբեր են անցնում TikTok-ից օգտվող 98%-ը։ Մենք քացով կխփենք ծառին ու նրանց գլխին կընկնի կոկոսը։ Я Диана Карапетян, хочу отказаться от армянского гражданства. Хочу помощь от Азербайджана, потому что они всегда меня сказали: Азербайджан тот, Азербайджан плохой. Но я как вижу, они сами плохие люди, потому Քույն, չէ, Մարինե, լսի, այդ վաղվա թեմաները քո համար գիտես խի շատ շուտ վերջացան, որովհետև իմ թասիբով հայազգը գիտակցեց, որ դու ունես մի հատ լուսի կտոր տղա, ու ինքը մեզ պատկանող Արցախը հետ բերողներից մեկն է ալնելու հետագայում, բայց դու այսօր շատ բաներ ոչ ուզում ես գիտակցես, ոչ էլ ընկալես, ծնողների պատճառով այսօր ճիշտ չի, որ երեխեքը պատասխան տան, հասկանում ես ուր են տանում խոսակցություն, այսօր եթե անգամ հաշվի առնենք, որ դու որոշ հարցերի հետ կապ չունես, մենակ այն միտքը, որ դու կարաս երեխեքի հարցով բան փոխես ու չես փոխում, ին գաղափարով այդ արդեն քեզ մեգաֆոր է սարքում։ Երբ որ դու ընկած էիր, քո կողը ես էի ու մի քանի հոգի, բայց դու ուրացող ես, դու այդքանը չես ջոգի, խորհուրդ կտամ մտածես ասածների շուրջ։
Այլապես չես կառուցել քո կյանքում կամուրջ։ Արման Բաբայան, մարդ, որը իր սրբապղծությունների ու հանցանքների համար հրավիրվում է ոստիկանության բաժիններ, հերիք չի դուրս է գալի հանգիստ, մի հատ է գլուխ է գովում իր ծանոթներով ու անպատժելիությունով։ Նա հանդիսանում էր Արցախի հանրապետության քաղաքացի։ Արցախի օկուպացիայից հետո նա փախստականի կարգավիճակով բնակությունն է ձեռք բերել Հայաստանում։ Պատճառն է նա, որ խուսափի եռամսյա հավաքներին մասնակցելու ու Հայաստանի պետական սահմաններն պաշտպանելու իր ներդրումն ունենալու մեջ։ Խնդրանք Հայաստանի քաղաքացիների անունից համապատասխան զինվորականներին զբաղվել նման մարդկանցով։ Անձս իդենտիֆիկացված չի։